Եվ որդու և ոգույն սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, հայ եկեղեցու դոնացույցին համաձայն այսօր մեծվահոց գիրագիներու շղթաներեն 5-րդ օղագին կադավորի գիրագին կդոնախմբենք, որի անվանումը արած է այսօրվան ավետարանական թրվակեն, որում մեջ Հիսուս Քրիստոս իր աշակերտներուն և համայն մարդկության գխոսի այրի գնոջ և անիրավ թադավորին արագը։ Այսօրվան ավետարանական թրվակը, որ ընթերցեց սարգավակը վատարակի սկիզբը, կներկայացնե Տիրոջ պատմած երկու արակները, առաջինը այրի գնոջ և անիրավ թադավորին արագը, իսկ երկրորդը փարիսեցին ու մաքսավորին արագը։ Երկու այս արակներն ալ գխոսին աղոթքի մասին, տարբեր պատմություններ են այո, սակայն երկուքն ալ միևնույն ճշմարտությունը կփոխանցեն մեզ յուրաքանչյուրին։ Եկեք միասնաբար անդրադառնանք քանի մգետերու և մտածենք անոնց մասին։ Առաջին, հարադևող այրին հավատքը որ չի հուսահատիր։ Առաջին արագին մեջ դերը մեզի կսորվեցնե միշտ աղոթելու և չհուսահատելու անհրաժեշտությունը։ Այրիմը անօգնական գինը հաճախ գերտա անիրավ թադավորի մոտ արդարությունը պահանջելու համար, իր իրավունքը պահանջելու համար։ Եվ ի վերջո թադավորը գզիչի, ինչու, որովհետև այրին չի թատրիր խնդրել է, և հարադևելով իր խնդրակին ու հավատքին մեջ կհաջողի և կգտնե իր իրավունքը։ Հիսուս այս արագով Աստուծո անիրավ թադավորին չի նմանցներ, ուշադրություն պետք է ունենք։ Թադավորը անարդար էր և կտասիրտ չէր, բայց և այնպես անօրկուտը շարժեցավ այրի գնոջ հարադևությամբ, հարադև խնդրանքով։ Աստված կտասիրտ հայր է, պիտի լսե մեզ, եթե հավատքով ու համբերությամբ աղոթենք։ Եթե ամբողջապես նվիրվենք Աստուծո և վստահենք անոր ողորմությանն, եթե մեր սիրտը ամբողջապես կնվիրենք Աստուծո, եթե մեր հոգին կփանանք, որպեսզի Դերը ինք մեր հոգին ազնվացնե, մեր աղոթքը ընդունի, վստահ ըլանք, որ Դերը ճիշտ ժամանակին պատասխանը կտա։ Հայ եկեղեցին մեզի կսորվեցնե, սիրելի հավատացյալներ, մեր ժամերկություններով, մեր աղոթներով ու շարականներով, որ աղոթքը համբերություն է։ Եվ այդ համբերությամբ կրնանք հասնել քերակույնին Աստուծո։ Սուրբ Ներսես շնորհալի իր աղոթներն մեկում մեջ կսե սորվեցուր ինձ աղոթել ամբողջ սրտով և ոչ միայն խոսքերով։ Այրի գինը կսորվեցնե մեզի այս ավետարանական թրվակի մեջ, որ մենք երբեք պետք չէ գործընծնենք մեր հույսը, մեր վստահությունը, պետք է շարունակենք աղոթել։ Աստված կլսե, Աստված ճիշտ ժամանակին կպատասխանե։ Եվ եթե կուզենք որ պատասխանը լսել, ամբողջապես նվիրվենք Աստուծո։ Քրիստոս իր այս արագը գավարդե խորհրդավոր հարցումով երբ մարդու որդին կա հավատ պիտի գտնե երկրի վրա, մտածենք այսօր մասին և անդրադառնանք մեր առօրյա կյանքի մեջ, որ մեր այս ապրելակերպով, մեր ամենօրյա հերթի մեջ անդրադառնանք այս լողի մասին, արդյոք մարդու որդին եթե այսօր կա հավատ պիտի գտնե երկրի վրա, մեր հավատքը ապրենք այնպես ինչպես որ Դերը գուզե, որպես երբ մարդու որդին կա հավատ գտնե և արդարները Աստուծո արքայության արժանանան։ Մենք այդ հավատքը ունենք, ինչպես որ ուներ այրի գինը,
աղետներուն եւ փորձություններուն թեմ կհամբերենք, մեր աղոթական կյանքի մեջ կհարադևենք, թե շուտ կհուսահատենք, երբեք չհուսահատենք, հուսահատությունը մեզի թերահավատության կդանի, ուշադիր պետք է ելանք, զգուշ պետք է ելանք, միշտ պետք է հուսանք, միշտ պետք է վստահենք Աստուծո, երբեմն կգարձենք, որ Աստված մեզի չի լսեր, ոչ, Աստված կլսե, Աստված կլսե եւ երբեմն պատասխանը կուղարկե, մենք մեր ականջները կկոծենք եւ չենք ուզել լսել այդ պատասխանները։ Աստված ճիշտ պատասխանը կուտա մեզի երբեմն, բայց երբեմն մեր հաշվում չի կար այդ պատասխանը, զանց կառնենք եւ կսկսենք քննադատել Աստված, կսկսենք հուսալքության երթալ, կհուսահատենք եւ կսկսենք մեր հավատքը գործընծնել։ Այդ բարակային սիրելի հավատացյալներ պետք է աղոթենք, ինչպես որ այրիկին աղոթեց, իր հույսը չգործընծուց, շարունակեց աղոթել եւ աղոթել եւ Աստված պատասխանե, վստահ լանք։ Երկրորդ, Փարիսեցին եւ Մաքսավորը։ Այս արագի մեջ սիրելի հավատացյալներ, Հիսուս շատ կարևոր բանի մասին կխոսի այն սրտին մասին, որ Աստված կտեսնե։ Գաղտնիքներու քննողը, սիրտերը քննողը Աստված է։ Երբեմն մեր առօրյա կյանքի ընթացքին հաճախ կշվարենք երբեմն եւ կսկսենք մարդոց մասին խոսելու, կսկսենք մարդոց մասին երբեմն սուտ վկայություններ անելու եւ փամփասանքի կվերածվի եւ ադիգա մեղքի կվերածվի, որովհետեւ փամփասանքը մեղք է։ Եվ միշտ պետք է գիտնանք, որ ինչ որ կխոսենք, ինչ որ կսենք, սխալ ենք։ Սիրտերը քննող Աստված ինքն է։ Գաղտնիքները քննողը Աստված ինքն է։ Ինք գիտե, թե ինչ կա յուրաքանչյուր մարդու սրտին մեջ, սրտին խորերը։ Հիսուս կպատմե երկու անձերու մասին, մեկը Մաքսավոր, մյուսը Փարիսեցին։ Երկուքն ալ աղոթքի գերտան դաջար, որպեսզի իրենց աղոթքը մատուցանեն Աստուծո։ Փարիսեցին առջևը կանգնած հբարտ կհիշեցնե Աստուծո իր օրինաբահության մասին։ Գսե ես օրենքը կբահեմ, ծոմ կբահեմ, ինչ որ թուն պատվիրած ես մեզի գնեմ, դասանորդը կուտամ, բայց գետև այդ Մաքսավորը ճիշտ հակառակն է, մեղք կգործե եւ կսկսի ինքն իր մասին խոսելու, կմոռնա, որ աղոթքը աղաչանք է, աղոթքը մեղքերու ներում խնդրել է եւ կսկսի առավել եւս հբարդանալ իր բարի եւ ճիշտ գործերով։ Գարձես թե ինք Աստուծո թեմած չէ կանգնած, այլ ինքն իր անձին հայելին թիմած գեցած ինքզին կկով է։ Մաքսավորը հերում դաջարին մեկ անգույնը աչքերը չի գնար նույնիսկ երկինք փարսացնել, իր գուրծ կգծեծե եւ գսե Աստվածիմ ներե մեղավորիս մեղքերը։ Եվ Հիսուս գսե Մաքսավորն է, որ արտարացած տուն քնած եւ ոչ Փարիսեցին։ Աստված Մաքսավորին աղոթքը լսեց։ Եվ այսօր սիրելի հավատացյալներ, մենք ալ ըլլանք մեգական Մաքսավորներ, որ մեր գուրծ կգծեծենք, մեր մեղքերուն համար ներում կխնդրենք Աստուծմե։ Չնայինք աճուցախ, նայինք միայն Աստուծո, նայինք Քրիստոսին, որ այս խորանին վրա կբադարակվի եւ մեզ մե յուրաքանչյուրին մեղքերուն ներումին համար իր արյունը թափեց, իր անձը զոհեց։ Աստված գլսե ոչ թե մեր խոսքերու ջոխության, գրնանք շատ գեղեցիկ խոսքեր ասել, շատ գեղեցիկ աղոթներ գրնանք ասել, արտասանել։ Աստված սրտի բարձության գնայի, որ թուն որքան
բարզ սիրտով մոտեցար իրեն մանուկի պես եղար անոր մասին մտածենք Հիսուս բարաբի չսավ եղեք այս մանուկին պես ամմեղ մոտեցեք Աստուծո որպեսզի Աստված իր խաղաղությունը իր ներումը տա մեզի եւ Պատարագի ընթացքին երբ կմոտենանք Սուրբ հաղորդության այո մեծ վաղոց շրջանին Սուրբ հաղորդություն չենք ստանալ բայց ընդհանրապես գիրակի օրերը երբ կմոտենանք Սուրբ հաղորդության հետևյալ աղոթք կանենք մեր սրտի մեջ դեռ արժանի չեմ ընդունելու քո Սուրբ արյունդ եւ մարմինդ բայց վստահելով քո ողորմությանդ կմոտենամ ջաշակելու կյանք տվող Սուրբ մարմինդ եւ արյունդ մենք արժանի չենք բայց Աստված ինք մեզ արժանացուց այս բոլորին իր անձը զոհեց որպեսզի մենք որպես մարդ որպես իր ստեղծագործության բսակը արժանի լանք արքայության Աստված մեր զոմաբահության գնայի այո բայց ատկե ավելի գնայի թե ինչպիսի սրտով գնենք այդ զոմաբահությունը ինչպիսի սրտով կբահենք այդ բահքը սերգա մեր սրտի մեջ մենք մեզի կզրգենք ուրիշին համար ան է հիմնական բահեցողությունը անոթին գերագրելը հիվանդին այցելելը փանդարգյալին այցելելը մարդումը անուշ խոսքսելը ասոնք են հիմնական բահեցողությունը այո կարևոր է մեր եկեղեցու հայրերը հաստատած են սննդական բահեցողությունը այո կարևոր է բայց անոնց կողքին կարևոր է նաև սրտի բահեցողությունը մաքուր սիրտ ունենալը երրորդ սիրելի հավատացյալներ մեծ բահքը արիթ է խոնարհության եւ հույսի մեծ բահքի ընթացքին մենք հաճախ կխոսենք ինքնակնության եւ ինքնասրբակրումի մասին եւ ամեն օր ինքնակնության եւ ինքնասրբակրման արիթ է ամեն օր որ գարտնանք պետք է անդրադառնանք որ այսօր ինչ կնամ փոխել իմ կյանքիս մեջ որ առավել եւս մոտեցած ըլլամ Աստուծո այսպես պետք է մտածենք մեծ բահքը այո արիթ է մեզի պատրաստության գհիշեցնե որ պետք է պատրաստվենք եթե չենք պատրաստված պետք է անդրադառնանք մեր մեղքերուն եթե չենք անդրադարձած բայց ամեն օր ինքնակնության արիթ պետք է լա մեզի եւ այդ ինքնակնությունը պետք է իր ավարտը գտնե ինքնասրբակրումով մենք մեզ սրբակրելով մեր մեջ եղածը դուրս հանելով ադե հիմնականը եւ այս հորերուն մանավանդ սիրելի հավատացյալներ մենք պետք է քննենք մեր սխալները ոչ ուրիշին սխալները եւ մենք մեզի միշտ հարց տանք որ մեկը գնենք ցեվական ճաշտամունք ունենք թե մենք մեզ նվիրած ենք Աստուծո գհուսահատենք թե մեր վստահությունը ամբողջապես Աստուծո վրա է աղոթենք ինչպես որ այրին առանց հուսահատելու եւ առանց հուսալքվելու աղոթեց եւ հավատաց որ օրը պիտի գտնե իր արդարությունը յուրաքանչյուրս անպատասխան պիտի չմնանք յուրաքանչյուրիս աղոթները գահաստին Աստուծո մոտ եւ Աստված յուրաքանչյուրիս գահասնի իր ցևով Աբաշխարենք ինչպես որ Մաքսավորը խոնարհությամբ աղոթեց եւ աբաշխարեց խոսեցավ իր սխալներու մասին եւ այդպես ալ արտարացավ եւ միշտ մտապերենք Քրիստոսի խոսքերը ով որ իր անձը կբարձրացնե պիտի խոնարհի եւ ով որ իր անձը կխոնարեցնե պիտի բարձրանա վստահ եղեք բոլորս պետք է վստահ լանք որ ինչքան խոնարհ լանք Աստված այնքան ավելի կբարձրացնե մեզի եւ պատմության ընթացքին միշտ ալբադահած է միշտ ալ կտեսնենք այն անձը որ իր խոնարհությունեն դուրս կելը եւ կսկսի հբարդանալ ճիշտ ժամանակին Աստված զինք կխոնարեցնե եւ միշտ խոնարհները
գբարսանան հիշենք Աղկադ Ղազարոսին եւ մեծահարուստին պատմությունը Աղկադ Ղազարոսը խոնար էր երբ իր ոգին ավանդեց եւ երկինք բարձացավ Աստված առավել եւս բարձացուց իրեն Մաքսավորը որ հբարդ էր եւ միշտ կանարկեր Աղկադ Ղազարոսը երկնքի արքայությունը չարժանացավ ընդհանրակը դժողքի կեհենին արժանացավ եւ Աստված այդ հբարդ մարդը խոնարեցուց եւ անգարոտ եղավ գաթիլ մտչուրի հետեւաբար միշտ անդրադառնանք եւ կգենանք ամեն օր ասենք որ դեր մեր մեջ խոնարհությունը առավել եւս աճեցուր եւ մեր եսը ջզմե որբեսի քու անցդ մեզ մե ավելի վերթ ասենք եւ գարենանք մենք եւս արժանանալ քու արքայությանդ որովհետեւ բոլորիս պապակն է բոլորիս հոգին պետք է երկնքի արքայության արժանանա ամեն